Օրհնյալ լինի մեր Տերը, սիրելիներ, գիտեք, գաղտնիք չի, որ երկինքը, որի մասին շատ սուղ գիտենք, երկինքը, եւ վստահ եմ, որ երկինք անձամբ գնացողները եւ երկրի վրա եղել են մարդիկ, որոնք երկինք մտել են, այսինքն նկատի չունեմ մահանալուց հետո, նկատի ունեմ, որ Տերը տարել է, էլի բերել է։ Այդ անձինք էլ երկնքի մասին քիչ գիտեն, թեպետ գնացել եւ տեսել են։ Հովանեսը երկին գնաց։ Եսայեն երկինքը բացվեց։ Եզեկիելը երկինքը տեսավ, Դանիելը մեր օրերում լինում են դեպքեր, որոնք որ երկինքը տեսնում են։ Բայց սա շատ սուղ ու քիչ է երկնքի մասին ամբողջության կարծիք կազմելու համար։ Գիտեք, երբ որ տուրիստը գալիս է Հայաստան, ինչքան փոքր է մեր Հայաստանը, մի շաբաթ մնում է մեր Հայաստանում, մի շաբաթ, ման է գալիս, գարնի է գնում, վերջապես, արդյոք ինքը ամբողջությամբ կարա իմանա ինչպիսին է Հայաստանը, այս պուճուրիկ երկիրը, ամբողջությամբ, կարա իմանա, չի կարա իմանա, սիրելիներ, ես 51 տարեկան եմ, ես ինքս ամբողջությամբ իմ կյանքը Հայաստանում է եղել, ոչ մի տեղ չեմ գնացել, բայց ես ինքս չեմ կարող ասեմ, ինչպիսին է ամբողջությամբ Հայաստանը իր ողջ ճոխությունով, ուր մնաց տուրիստը գա, պատկերացում կազմի Հայաստանը ու գնա, ես ինչի համար եմ ասում, երկնքի համար եմ ասում, սիրելիներ, բայց երկնքի ողջ գեղեցկությունը, երկնային արքայության ողջ հմայքը, երկնային արքայության ողջ արժեքը որդու մեջ է, որդու մեջ է, երկնքի գեղեցկությունը որդին է, երկնքի փառքը որդին է, երկնքի ուրախությունը որդին է, եւ տեսեք, խոստմունք ունենք բոլորս, մեկը չկա, որ խոստմունք չունենա, առանց հավատքի անհնարին է Աստծուն հաճելի լինել։ Այսինքն, այդ ժառանգությանը հասնելու համար անհրաժեշտ է եւ այլ ընտրանք չկա։ Անհրաժեշտ է եւ այլ ընտրանք չկա հավատքը, որտեղ երկինք են մտնում միայն ու միայն հավատքի միջոցով։ Որ է Աստծո շնորհքը եւ դա մեզանից չի, հապա անոր որդու Հիսուս Քրիստոսից է։ Վկայում է Սուրբ Գիրքը, սիրելիներ, այսինքն, երբ որ ես հավատում եմ, վստահում եմ, կրթնում եմ, ապավինում եմ Տիրոջ խոսքին, սա ինձ երկինքը հասցնի։ Բայց սիրելիներ, մեր մեջ կան մարդիկ, որոնք փրկված են, կան թե չկան։ Եղբայր քույրիկս նայում ասում է Յանում ես ինչ ասիր, եղբայր ջան, որ եթե համաձայն եմ, այո, բա իհարկե, միանշանակ կասկածել պետք չի, որովհետև իմ որակներ ինձ երկինք չի հասցնելու, Տիրոջ գթառատություն ու ողորմություն ինձ երկինք հասցնելու, սիրելիներ, իմ կողմը ինչ է, իմ կողմը հավատալ և մեղքից ետ կենալ, երկու բան է պետք, հավատալ և մեղքից ետ կենալ, իմ կողմը սա է, սա ինձ երկինք կհասցնի, և հիմա մենք ունենք այստեղ շատ փրկվածներ, որոնք երբ որ աշկերը փակեն, միանգամից երկինք են հայտնվելու։ Բա ստեղ հարց առաջանում, լավ, բա խնդիրն ինչու՞մ է, ինչի էլ չեն գնում երկինք, չէ որ միսիան կատարված է։ Գիտեք, երբ որ պտուղը հասնում է, պտուղը հասավ, ինչ են անում, քաղում են, երբ որ ճաշի եփեց, ինչ են անում, ուտում են, երբ որ բերքը հասունացել է, ինչ են անում, քաղում են, բա լավ փրկվել ենք, փրկված ենք, բայց ինչի չեն գնում, այսինքն ճաշը եփած է, միրգը հասել է, բայց ինչի չեն գնում երկինք, ես մի քիչ կուզենամ Տիրոջ օգնությամբ, էսուգությամբ մենք նայենք միասին սիրելիներ, ինչն է պատճառը, որ փրկված ենք, բայց մարմնի մեջն ենք, փորձությունների մեջ ենք ընկնում,
լացում ենք, նեղվում ենք, հա, դժվարություններ ենք քաշում։ Ինչ պետք է այս դժվարությունները, դեռ փրկված եմ։ Ինձ պետք է էլ նեղ ճանապարհով գնալ։ Ես արդեն գնացել եմ եւ փրկված եմ, տարից երկինք։ Ինչ մնամ տանջվեմ, էլի տանջվեմ, քո ինչինա սա պետք, սիրելիներ։ Ուրեմն ես կուզենամ, որպեսի մենք այստեղ նկատի ունենանք, որ փրկությունը սա իմ գերադրական վիճակն ու փափագն է, իմ ուզածն է, որ ես փրկվեմ, ամեն հարցերս լուծեմ, մեղքի հետ կապված հարցերը լրիվ լուծվի ու գնամ երկինք։ Սա իմ ուզածն է, բայց ոչ Տիրոջ։ Այդ Տիրոջ գործունեությունը, Տիրոջ աշխատանքը սկսվում է բուն փրկությունից հետո, որ Տերը աշխատանքը կատարում մեր հետ, սիրելիներ, եւ որն է Տիրոջ ուզելը։ Տիրոջ ուզելը ինչու՞ է կայանում, սիրելիներ։ Իմ ուզելը փրկվելն է, բայց Տեր դու ինչ ես ուզում։ Քո ուզածը որն է, սիրելիներ։ Տեսեք, ես քիչ առաջ ասեցի, հիմա էլի ուզում եմ կրկնեմ, որ երկնքի ամբողջ գեղեցկությունն ու փառքը դա որդին է։ Եվ Աստված, երբ որ մարդուն ստեղծեց Եդեմի այգում, 6000 տարիներ եւ հələ մի քիչ էլ ավել առաջ, Աստված ուներ ծրագիր։ Եվ այդ ծրագրի մեջ ինչն էր, իր որդու, իր նմանությամբ արարած ստեղծի, որը կկառավարի ողջ աշխարհը։ Եվ կապրի իր հետ միասին, որտեղ այդպես էլ կար։ Զովատենը Աստված իջնում էր եւ ինչ էր տեղի ունենում, Ադամի հետ ժամանակ էին անցկացնում։ Աստված Ադամի ստեղծեց կատարյալ։ Եվ Սուրբ գրքում ես միտեղ տեսել եմ, գտել եմ միտեղ, բանավոր կասեմ, երևում է Ադամի կատարելությունը։ Որտեղ է երևում Ադամի կատարելությունը, սիրելիներ։ Ադամը ապրում էր, ամհոգ մի կյանք էր ապրում, ոչ աշխատում էր, ոչ ես չգիտեմ ինչ էր անում, ես ինչ հերոսություններ չէր անում, բայց ինքը կատարյալ էր, քանի որ Աստված իրան կատարյալ էր ստեղծել։ Եվ գրված է ամեն արարած, ինչ որ Տերը ստեղծեց, այսինքն Ադամից առաջ ստեղծված էր, Աստված ոչ մեկի անուն չէր դրել։ Բոլոր կենդանական աշխարհին Տերը ստեղծել էր, բայց այդ պատվին արժանացրեց Ադամին։ Ադամը ինչ որ դրեց, Աստված դա ճանաչեց։ Բայց անկեղծ ասած, ես անկեղծ անում եմ, ես ստեղ էլ Ադամի մեջ կատարելություն չեմ տեսնում։ Ադամը դրեց, Աստված ճանաչեց, Ադամը դրեց, Աստված ճանաչեց։ Բայց մի բան կա, սիրելիներ, որից հետո գրված է. Ադամ իրեն հարմար օգնական չգտավ։ Իրեն հարմար օգնական չգտավ, եւ Տերը խորքուն բերեց Ադամի վրա, գրված է. Ադամի կողոսկրը վերցրեց եւ նրանով ինչ արեց, կին շինեց։ Ադամը քնած է։ Ադամը ոչ մի բան չգիտի։ Աստված այդ կողքի ոսկորից կին շինեց, այսինքն մի արարած շինեց, որը Աստված իրեն ճանաչում էր կին։ Աստված ճանաչում էր կին։ Ադամը քնած է, բան չգիտի։ Եվ երբ որ Ադամին քնից արթնացրեց Տերը, կամ Ադամ արթնացավ, կնոջը ներկայացրեց Ադամին։ Ադամը կնոջը տեսավ, Ադամը չգիտեր, թե Աստված ինչ էր իրան ասել։ Ադամը ընդամենը քնից արթնացավ։ Եվ Ադամ ասեց. մարմին իմ մարմնից, ոսկոր իմ ոսկորից, ուստի դու կին կլինես։ Էսի ես իմն եմ ասում, սիրելիներ, կարակ իմ հետ համաձայն լինեք, կարակ չլինեք, բայց ես իմ պրպտումների մեջ ստեղ տեսա Ադամի կատարելությունը, ասի, օհո, ըստեղ երևաց, որ Ադամը կատարյալ էր։ Այսինքն Ադամի գնահատականը ամբողջությամբ համընկավ Աստծո գնահատականին։ Հիմա խնդրում եմ ուշադիր լսի։ Սա կատարելություն է։
Որն է կատարելություն։ Որն է Ես այսքան ասում եմ այս նախադասության համար։ Որն է կատարելություն։ Կատարելությունը նա է, որ իմ գնահատականը ամեն երևույթի նկատմամբ, ամեն դրսևորման նկատմամբ իմ գնահատականը համընկնում է Աստծո գնահատականի, սա կատարելություն է։ Բայց սիրելիներ, Ադամը երբ որ անկում ապրեց, կնոջ անունը փոխեց։ Աստված կնոջ անունը չէր փոխել։ Աստված կին ստեղծեց։ Մեղանչելուց հետո կինը դառավ, էլ կին չէր, դառավ Եվա։ Այսինքն կյանք։ Եվա դառավ կինը, այսինքն կյանք դառավ կինը, սիրելիներ։ Այն կյանքը, որ Տերն էր, անկատար մարդու արդեն կյանքը փոխվում։ Հիմա տեսեք, երբ որ ես քրիստոնյա եմ, պաշտում եմ, գնում եմ, այցելում եմ, ողորմություն եմ անում, ինչ ասում են անում եմ, եղբայրների բերանից խոսքը չհելած սաղ կատարում եմ, բայց երբ որ Քրիստոս իմ գերակուն կյանքը չի, ես ընկած մարդ եմ։ Որտեվ երբ որ Ադամը ընկավ, արժեք փոխվեց։ Ադամը Աստված այդ րոպեին ինչ որ հանձնարար էր, Ադամը կաներ թե չէր ան, ասել գնա ծովից 2 վեդրո ջուր բեր, օրինակի համար եմ ասում, այս բերքը հավաքի կամ վերջ ինչ որ մի բան, Ադամը լրիվ կաներ, բայց կապ չունի, դու արդեն ընկած ես, դու Աստծո ասածը անում ես, բայց միևնույնն է դու ընկած ես, որտեվ ընկնելը ոչ թե արտաքնապես է, ընկնելը ներքնապես է, սիրելի հոգի։ Եվ Ադամը անկում ապրած Ադամը մեղքը հետո երևաց։ Մեղքը ընդամենը ժամանակ էր պետք, որ մենք ֆիքսենք այդ մեղքը, բայց միջև մեղքը Ադամը արդեն ընկած էր։ Դու Եվա ես, դու կյանք ես։ Դա համար սիրելիներ կարևոր է։ Ես միշտ ուզում եմ, հիշեցնում եմ, էլի իմ համար, ինչպես Մամիկոն աղբերն ասում, եւ բոլորիս համար միշտ ուզում եմ, էսի բան լինի, գիտեք, որ 27 Սաղմոսի մեջ որ մի շատ կարևոր բան կա, որ ըստեղ երևում է, թե Դավիթը ինչի սիրտ Աստծո սրտի հետ համեմատ էր, ինչեր Աստված այդքան սիրում Դավիթի սիրտը։ Դավիթ գրում է 27 Սաղմոսի մեջն է, իմ երեսս փնտրեցեք ասեցիր։ Տեր ասեց, պատվիրեց, իմ երեսս փնտրեք, իմ սիրտն էլ քեզ ասում է, քո երեսը պիտի փնտրեմ, ով Աստված։ Այսինքն, եթե այդ պատվերը չլիներ էլ, միևնույնն է, իմ սիրտը քո երեսն է փնտրում։ Սա Աստծո սրտի համեմատ սիրտ էր։ Աստծո սրտի համեմատ սիրտ էր։ Սիրելիներ, հիմա ես կուզենամ, որպեսզի մենք միասին նայենք, մարդը անկում ապրեց, մարդը ընկավ, Աստված ունի ծրագիր, եւ իր ծրագրից Տերը չշեղվեց։ Իր որդու համար Տերը որոշեց կին ունենալ եւ հարսը, որը եկեղեցին է։ Ինչու՞մ է հարսի հարսությունը, որը ապագա կինն է, սիրելիներ։ Հարսը փրկվածներից է բաղկացած, այտենց է թե չէ։ Փրկվածներից։ Հո հարսը, ասենք, միս կրասատաներից բան չի, Բրազիլիայի միս կրասատան, Արգենտինայի միս կրասատան, Ֆրանսիայի միս կրասատան հավաքեն, հալավ Հայաստանին էլ մի նեղվեք։ Ու ընտրեն սրանցից որ մեկն է հարսը։ Էսի Ասպերոս թագավորի համար էր պետք, բայց ոչ Հիսուսի համար։ Հիսուս Ասպերոս թագավորը չի, Փարտիրոջը եւ ուրախություն մեզ բոլորիս։ Հիսուսին ուրիշ հարս է պետք։ Գիտեք ինչ հարս է պետք։ Հիսուսին եւ հորը ոչ միայն Հիսուսին հարս է պետք իր նման։ Իր նման շատ բան պետք չի։ Իր նման։ Եվ սիրելիներ, Տիրոջ հոգին մեր վրա աշխատում է, մենք համոզված ենք սրանից, թե չէ։ Մենք ընկնենք նեղությունների մեջ։ Օրինակ Տերը ասեց, աշխարհի մեջ նեղություն կունենաք։ Տերը ասեց, չասեց, դու խնդրեմ չունես, դա ես կասեմ, դու խնդրեմ չունես, անից ամբողջությամբ խնդրի մեջ ես, եթե իմ խոսքերին վստահես։ Բայց Տերը չի ասում դու խնդրեմ չունես, կակրած ասում է խնդիրներ կունենաս, նեղություններ կունենաս, բայց քաջասիրտ եղի։ Ինչի Տեր, որովհետև ես աշխարհին հաղթել եմ,
Քո համար եմ հաղթել։ Բա տեսեք, Տիրոջ հոգին աշխատում է մեր վրա։ Անտեսանելի, անտեսանելի, անտեսանելի աշխատում է մեր վրա։ Բայց ես ուզում եմ մեկ իմանանք, որ երբ որ Տիրոջ հոգին մեր վրա աշխատում է, սա չի նշանակում, որ մենք զորությունից զորություն, հաղթությունից հաղթություն։ Սա հոգևոր հեքիաթ է։ Դες բան չկա։ Տիրոջ հոգին աշխատում է մեր վրա, անկումներով, վերելքներով, հուսահատություններով, հիասթափություններով, անհույս օրերով, ուրախ օրերով։ Մենք բոլորս մեր առօրյայում այս ապրումները ունենում ենք, թե չէ։ Բայց միևնույն է, Տիրոջ հոգին աշխատում է մեր վրա, անկումներով, մեղքի մեջ ընկնելով, վերջապես։ Բայց Տիրոջ հոգին աշխատում է մեր վրա, աշխատում է մեր վրա։ Եվ ինչպես մարդը իր օր-օրի վրա մեծանալը չի նկատում, օր-օրի վրա մեծանալը չի նկատում, այնպես էլ չի նկատում, որ բնական ընթացքում ինչպես է ինքը կամաց նմանություն ձեռք բերում, սիրելիներ, իր անկումների մեջ, իր հուսահատությունների մեջ, իր հիասթափությունների մեջ, պարտությունների մեջ, օր-օրի կամաց նմանություն է ձեռք բերում։ Ում նմանություն? Հիսուսի։ Ես հարց եմ ուզում տամ, սիրելիներ, քանի մենք Սուրբ Գիրքը կարդացած մարդիկ ենք։ Պետրոսը երբ որ պիտի ուրանար, ուրանալուց 5 պակաս, հարց եմ ուզում տամ, Պետրոսի որևիցե մեկը կար ասի կատարյալ մարդ էր, հա? Համաձայն եք բոլորս, թե չէ, Աստվածասեր էր, Աստվածավախ էր, Քրիստոսին պաշտում էր, այո ամեն, բայց չի ասի կատարյալ էր, սիրելիներ, ամենայն հարգանքով առաքյալի նկատմամբ, բայց երբ որ Պետրոսը ուրացավ, ուրանալ լավ բան է, ահավոր բան է, երբ որ Պետրոսը ուրացավ, Պետրոսին գիտեք ինչ են դեմ դնում, ինչ են դեմ դնում Պետրոսին, ասում են դու իրա նման ես խոսում, խոսածդ էլ քեզ հայտնում է, որ դու իրա նման ես խոսում, Պետրոս, դու անկմանդ մեջ միևնույն է, արտահայտվում ես արդեն նմանության երանգներում, այո սիրելիներ, դա Տիրոջ հոգու աշխատանքն էր, թեպետ Պետրոս կատարյալ չէր, բայց ինքը արդեն նմանություն ուներ, առաջի քայլը ընդամենը սիրելիներ, բայց միևնույն է նմանություն ուներ, անոր նման կխոսեր, սա նմանակելուն չի վերաբերվում, նմանակելուն չէ, որ երբ որ եղբայրը, ենթադրենք, ես շատ սիրում եմ Ռաֆայել եղբորը, շատ եմ սիրում, Ռաֆայել եղբայրը ոնց խոսում է, փորձում եմ իրան նման խոսամ, խոսքը սրան չի վերաբերվում, Պետրոսը երբ որ անոր նման խոսար, այսինքն այն հոգին, որը Քրիստոս խոսում էր ու հանգչում էր, Պետրոս երբ որ խոսում էր, ասում էր լսի, խոսածդ էլ քեզ մատնա, դու իրա նման ես խոսում։ Երկրորդը շատ ավելի խորը, երկրորդը process-ը, որը տեղի անում Տիրոջ հոգին, առաջի process-ը արդեն մենք չենք հասկանում ինչպես իրեն նման ենք խոսում, երկրորդը, որ իր նման ենք վարվում, առաջի փուլը իր նման խոսում ենք, հետո շարունակաբար Տիրոջ հոգին աշխատելուց տարիներ հետո արդեն իր նման վարվում։ Ես հիշում եմ, շատ հին բան եմ ասում, բայց միջև ապաշխարելս։ Երբ որ հայհոյում էին մոտս, նորմալ էր, տհաճություն չէր առաջանում, լինում էր երբեմն ես ինքս էլ էի դրա մեջ մտնում, եւ երբ որ ես չէի հայհոյում, կողքից հայհոյում են, իմ համար տհաճություն չէր, բայց անցավ որոշակի ժամանակներ, բնական է, այսի հիմիկվա չի վերաբերում, ես շատ տարիների բան եմ ասում, ուղղակի խոսք եկել է դրա համար եմ ասում, որը որ հիմա էլ կա, երբ որ կողքից լսում ես կամ վերջը հայհոյության խոսք, զգում ես ինչ տհաճություն եւ կասեի նաեւ գարշանք առաջանում սրտիդ մեջ։ Օգտագործելուց չենք խոսում բնական, ընդհանրապես լսելուց, մեկը մեկին վերջը կամ կողքից ինչ տհաճություն, ինչ տեղի ունեցավ։ Սիրելիս չէ որ դու դրա մեջ չես, բայց միևնույնն է գարշանք առաջանում, ուրախացի,
Փառք ու Տիրոջ, դա Տիրոջ հոգու աշխատանքն է։ Տիրոջ հոգու աշխատանքն է, ինչում որդուն նմանեցնելու։ Տիրոջ հոգին էս միսիան ունի, սիրելիներ։ Ամեն մեկիս կյանքում, ամեն մեկիս առանց աչառության, կապ չունի, երեց կլինի, սարկավակ, պատասխանատու, թե վերջը, սովորական մի շարքային կապ չունի, Տիրոջ հոգին յուրաքանչյուրիս կյանքում աշխատում է, քնած թե արթուն, եւ իր միսիան, իր նպատակը դա է, հորից ունի հանձնարարություն հոգին, որ աշխատի փրկվածների, աշխատի եկեղեցուս կյանքում, որպեսի օր-օրի ինձ նմանվեն, օր-օրի ինձ նմանվեն, եւ դրա համար մենք կընկնենք դժվարությունների մեջ, որպեսի առաքյալի նման մենք մեզի չապավինենք, սիրելիներ։ Տեսեք, ես մի բան եմ ուզում ասեմ, լինում է գալիս են եկեղեցի, մի քանի հոգի ապաշխարում են, եւ կարճ ժամանակ հետո ոմանք փոխվում են, ոմանք չեն փոխվում։ Ոմանք ենթադրենք, օրինակի համար, այն ամենասովորական օրինակը բերեմ, ասենք 5 ծխող ընկերներ ապաշխարեցին։ Եկան եկեղեցի, նույն պաշտամունքն են գալիս, նույն քարոզներն են լսում, նույն ընթացքի մեջ են, բայց կարճ ժամանակ հետո ենթադրենք 3-ը էլ չի ծխում 3-ը։ Վերջ, 2 ասում է իմ համար աղոթեք։ Այս բռնվածությունից չեմ կարող ազատվեմ։ Իմ համար աղոթեք։ Ես ծխել ասեցի, դու սրա կողքը ամեն ինչ կարած դնես։ Ամեն ինչ կարած դնես։ Ինչն է պատճառը, Տեր, ո՞րն է սրա բացատրությունը։ Արդյոք սա բացատրություն ունի, թե չէ։ Տեսեք, սիրելիներ, հոգեբանորեն մարդիկ լինում են, հավատացյալները լինում են 2 տեսակի։ Ոմանք բարի պատերազմ են անում ինքները իրենց դեմ։ Ինքներս մեր դեմ պատերազմ ենք հայտարարում։ Պողոս առաքյալը, տեսեք, գրում է, ես այդ համարը բան եմ արել, որ այսօր կարդամ, մի կարճ համար, տեսեք ինչ է գրում առաքյալը։ Ուրեմն առաջի Կորինթացիների 9:27-ն եմ ուզում կարդամ, սիրելիներ, տեսեք ինչ ասում։ Բայց իմ մարմինս սա գրում է առաքյալ, որի անունը Պողոս է, որը քայլում է, շող կընկնում է հիվանդների վրա, ու Պողոսն է չգիտի, այսօր իր շողը քանի հիվանդի վրա ընկավ։ 30 հիվանդի վրա ընկավ, 40 հիվանդի վրա, բայց ում վրա էլ որ ընկնում էր, բոլորը առողջանում էին։ Բոլորն էլ առողջանում էին։ Ու վերջում Պողոս ինքը չգիտեր, թե քանի հոգի առողջացան, բայց արիուտես ենթադրենք 40 հոգի հետո առողջացել են։ Այս տեսակի մարդ է Պողոսը, մենք բոլորս գիտենք։ Քրիստոսի համար ապրող եւ այն բառի ամենաուղիղ ասում է իմ համար ապրելը Քրիստոս է, մեռնելն էլ օգուտ։ Հայերենով, ռուսերենում ասում են ձեռք բերում, հլստեն այ։ Օգուտը ո՞րն է, օգուտը արդեն ինչքան հետ մնաց ձեռք բերումից։ Հիմա տեսեք ինչ ասում Պողոսը իր կատարելության մեջ։ Բայց իմ մարմինս կճնշեմ ու կնվաճեմ, որպեսզի չլա թե ուրիշներին քարոզել են հետո ես ինքս խոտելի գտնվեմ։ Ստե Տեր Աստված։ Այսինքն եթե ես ասեի կամ իմ աղբերներից մեկը ասեր, ինչքան նորմալ կլիներ, բայց Պողոսը, ուրեմն տեսեք, երբ բարի պատերազմը ո՞րն է, սիրելիներ, երբ որ ես ինքս իմ դեմ եմ պատերազմում։ Ո՞րն է չար պատերազմը, երբ որ իմ մատը քո վրա է, դու սխալ ես, դու մեղավոր ես, դու որ սենց չաներ, ես սենց չէի անի, դու, բոլորը մեղավոր են։ Սա դիմացինին մեղադրելը, սիրելիներ, եսա սիրության ամենամեծ պտուղներից մեկն է։ Երբ որ մարդը կամ աստվածասեր է, կամ եսասեր, սիրելիներ։ Ու ցավոք սրտի շատ հոգևորներ եսասեր են, բայց իրանց թվում աստվածասեր են։ Եսասիրության ամենամեծ պտուղը, եսասիրության դիմացինին ամեն հարցում մեղադրել, ամեն հարցում, ստե դու ես սխալ, ստե դու ես սխալ, ես արդար եմ։ Դուք որ այս բանը չանեք, ես այս բան չի անի։ Այս տեսակի մարդը, սիրելիներ, երբևէ շնորհք իր վրա չի հանգչի։ Բայց կան քրիստոնյաներ էլ,
որոնք մի անգամից Քրիստոսի շնորհքի զորության տակ են մտնում, իրանք մեղադրում են իրանց։ Իրանք մեղադրում են իրանց։ Ուրիշին մեղավոր չեն հանում։ Իրանք մեղադրում են իրանց, սիրելիներ։ Դրա համար կարևոր է ամեն մեկս իմանանք, առիթից օգտվելով, ես այսօր եսասիրության մեջ եմ, թե այսօր Քրիստոսասիրության մեջ եմ, որտեվ միևնույն է Տիրոջ հոգին աշխատում է, բայց իմ եսասիրությունը կարա արգելք հանդիսանա, որպեսզի Քրիստոսի հոգու աշխատանք իմ վրա չհանգչի, որ է, ել եմ ասում, իրեն նմանեցնել իրեն առաջ կանգնելուց հետո։ Գիտեք, սիրելիներ, միշտ գաղտնիք չի, որ ուրախությունը, երբ որ հարսանիքներ լինում, դեք կարևոր է հարսանիքներում ամբողջ ուշադրությունը հարսի վրա է։ Այտենց թե չէ։ Հարսի փեսի հիմնականում, հարսի փեսի, բայց առավել եւս հարսի վրա է եւ բոլոր մանավանդ փեսայի կողմի հարազատները, մանավանդ փես, սա աշխարհում էլ իմիջայլոց, աշխարհում էլ փեսայի կողմի բարեկամները բարձենում եւ ուրախանում են, հələ տեսեք, մեր տղեն ինչ գեղեցկուհի, ինչ բառեր էլ օգտագործեն, վերջը, սիրուն, անուշ, մի խոսքով, աղջիկ ընտրեց եւ մեր հարսիկն է, ուրախությունն է, բոլորի ուրախությունն է, ուրախանում են հարսի գեղեցկությամբ։ Տիրելիներ, Քրիստոսի գեղեցկությունը ով կարա պատկերացնի։ Ես չեմ էլ փորձում, որտեղ գիտեմ չի ստացվի։ Քրիստոսի գեղեցկությունը անոր մեջ կբնակվի աստվածության ողջ լեցունությունը։ Քրիստոսի գեղեցկությունը։ Հիմա ուշադիր լսեք ինչ եմ ասում, սիրելիներ։ Հնարավոր է ցնորքի նման հիշի, բայց սա բացարձակ իրականություն է։ Հարսը Քրիստոսի կողքը կանգնող, որը ապագա դու ես ու ես եմ, լինելու է ամբողջությամբ իր արտացոլանքը, ամբողջությամբ, որ երբ որ երկինքը նայի ու գոհանա ու ասի ինչ հարս է մտնում երկինք, ինչ գեղեցկուհի է մտնում երկինք, բայց սիրելիներ չեմ ուզում ցավացնել որևիցե մեկին, մենք մեր մորուց ոչ թե գեղեցկուհիներ ենք հոգևոր ոլորտում, խոսքս ամբողջությամբ հոգևոր է վերաբերում, մենք շատ տգեղներ ենք, մեղքը մեզ տգեղացրել է, մենք շատ տգեղներ ենք, եւ Տիրոջ շնորհքը տարիների ընթացքում, այդ տարիները կոչվում են կյանք, մի ամբողջ կյանքի ընթացքում Տիրոջ հոգին աշխատում է Տիրոջ հոգին։ Տիրոջ հոգին աշխատելով մեզ վիճակների մեջ համցնում ունի նպատակ, որպեսի օր-օրի նմանվենք, երբ որ օրը գա, ողջ երկինքը, քերոբեներ, սերոբեներ, հրեշտակներ, հրեշտակապետեր, էլի բաներ կա, մենք չգիտենք, իրանք էլ բոլորը հիանան հարսի գեղեցկությամբ, որը որ հոգին պատրաստում է այսօր, եւ հարսը ինքը իրեն կպատրաստե, սիրելիներ, հասկանալի է։ Ես կուզենամ, որպեսի կարդամ, մենք Եփեսացի թուղթը սերտեցինք, բայց առաջի 5-ի 2 համարները, շատ հայտնի համարներ, արդ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես եւ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոսն ալ մեզ սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ պատարակ ու զոհ ըլլալու Աստծո։ Տեսնում եք, Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես, իսկ ինչպիսին Աստված, որ մենք իրան նման լինենք, որ ինքը իրեն ինչ արեց, զոհեց, հանուն հարսի գեղեցկության, ինքն իրեն զոհեց հանուն հարսի գեղեցկության, եւ նույն հոգով դուք զինվեք, սիրելիներ, առաքյալը գրում է պատրաստ եմ զոհ ըլլալու,
Օհո, սա երկնային որակ է, սա երկրավոր որակ չի։ Զոհ ըլալու պատրաստ եմ, սիրելիներ, Տիրոջ հոգին աշխատում է։ Թույլ տանք, որ մեզ պատրաստի։ Իսկ ով որ ցավոք սրտի, էսել ենք մենք պարտավոր ասելու, թույլ չտա Տիրոջ հոգուն, վերջնականապես իր վրա աշխատելով, որդուն նման անի, ինքը պատիվ չի ունենա տեղ կանգնելու։ Իր կյանքում կկատարվի այս առակը, ընկեր, ինչի այստեղ մտար առանց հարսանիքի հանդերձի, շատ էի ուզում, շատ էի ուզում, ուզելը քիչ է, համապատասխան հանդերձ պիտի ունենաս, Քրիստոսի արյան միջոցով և որ է իր արդարությունը և իր հոգու աշխատանքի միջոցով։ Դրա համար սիրելիներ, էլ եմ ասում, երբ որ ալիքը գալիս է, ես Քրիստոսով խնդրում եմ, դիմացինին մեղադրելու շատ չարություն եմ անում ես ինքս իմ նկատմամբ։ Ինքս իմ նկատմամբ, երբ որ մեղադրում եմ, ես ոչ թե իրանց եմ վատություն անում, ես ինքս ինձ եմ վատություն անում, սիրելիներ, ես սենց շարունակվելով Փեսայի կողը չեմ կայնի երբևէ, սաղին մեղավոր հանեցի, վերջում Փեսան կանաչի, կասի ես քեզ չեմ ճանաչում, ինչի, որտև դու սլիշկը մարդար էիր ճակերտներով, բոլորը մեղավոր էին, դու արդար էիր։ Այս տեսակի առակ եմ լսել, ես էլ ասեմ կվերջացնեմ, այս տեսակի առակ եմ լսել, չգիտեմ էլ ինչքանով է ճիշտ, որ որևիցե մի թագավոր մտնում է բանտ ու հարցնում է, բոլոր բանտապանների խոսացնում է, բոլոր ասում են այ մարդ, ես մեղավոր չէի, իմ գլխին սարքեցին, հաջորդը ես մեղավոր չէի, ինձի սենց արեցին, են մեկը ես մեղավոր չէի, են էր մեղավոր, ասում եմ մեկին, մոտիկանում են մեկ ասում եմ, թագավոր ապրած կենա, մեղավոր եմ, ոչ մեկ մեղավոր չի, ես եմ մեղավոր, թագավորը հրամայում է, ասում է ես մեղավորին ըստեից դուրս հանեք, որ ես անմեղները չպղծվեն, թող անմեղներով նստեն, մեղավորին դուրս հանեք ըստեից։ Սիրելիներ, ես թագավորը, էլ եմ ասում, ես չգիտեմ, իրականում եղել է, թե առակ է, բայց ինչևից է, այս թագավորը երկնային իմաստություն է ունենում, որ կուրծքը ծեծում էր, Մաքսավորը, որ կուրծքը ծեծում էր, գրված է, արդարացած իր տունը գնաց, հիմա ամեն մեկս, ամեն պաշտամունքից հետո մեր տուն են գնում, Տերը երկնքից նայում է, ես արդարացած գնացի, թե ես մեղավոր գնացի, երբ որ քիթս տնգած է, ես ինչ եմ, ես մեղավոր կգնամ, բայց երբ որ կուրծքս ծեծում եմ, առաքյալի նման, անձս ճնշում ու նվաճում եմ, սա բարի պատերազմ եմ նախանձի դեմ, պատերազմ եմ հպարտության դեմ, պատերազմ եմ, ես չգիտեմ, հազար տեսակի բան կա, դրանց դեմ պատերազմ, վերջը Սուրբի առաջ ենք մենք կանգնելու, սիրելիներ, եղավ կանգնենք Տիրոջ առջև։